Այս սերիալը նկարահանվել է աստվածաշնչյան պատմությունների և Հիսուս Քրիստոսի կյանքի հիման վրա։ Որոշ հերոսներ և իրադարձություններ ստեղծվել են դրամատիկական էֆեկտ ստանալու համար։ Naquela cruz, carregou grande peso em meu lugar e levou sobre si a minha dor. Jesus, nome precioso. Jesus, nome precioso. Հիսուս Պարոն, մոտ արի։ Հուսամ իմ հաճույքի րոպեները չես փչացնելու։ Երուսաղեմում ամեն բան հանդարտ է ու կարգին, մեծ ընհերով դες, ապստամբության հետ անգամ չկա։ Հրաշալի է։ Կարող եմ կյանքի հաճույքները վայելել, որին արժանի է իրական թագավորը։ Կարող ես գնալ։ Շարունակիր նույն ոգով։ Տիկին Աննա։ Տիկին Աննա, Իմ մոտ ամեն ինչ լավ է, Նիկոդեմեոս։ Մի մտահոգվիր։ դուք շատ եք ջանք թափում։ Ինձ համար մեծ երջանկություն է Աստծուն ծառայելը։ Մեզ բոլորիս ինչպես երբևէ անհրաժեշտ է աղոթքը։ Սիմեոնին ես փնտրում։ Նման պահերի դուք ավելի շատ նման եք գուշակի, քան մարգարեուհու։ Եթե ես գուշակ լինեի, կպատասխանեի, թե որտեղ է նա։ Բայց ես գուշակ չեմ։ Եվ կպատասխանեմ քեզ, որ չեմ տեսել, թե որտեղ է նա։ Մեկ րոպե նստեք։ Այո, պետք է խոստովանեմ, որ արդեն ծերանում եմ եւ թուլանում եմ ես։ Բայց այն միտքը, որ շուտով Մեսիան կլինի մեզ հետ, հույս է ինձ տալիս։ Տիկին Աննա, դուք հավատում եք այդ օրը սարերի ետևում, չէ՞։ Աստված խոստացել է Սիմեոնին, որ նա կտեսնի մահից առաջ նրան։ Սիմեոնը նույնքան ծեր է, որքան ես։ Նա երկար չի ապրի, որդիս։ Տիկին Աննա, Ջորին այստեղ կապենք եւ աղավնի գնենք։
Զգույշ, հայրիկ, գնացինք, ահա, վերջ, հիմա կսպասենք մինչև երկնային հրեշտակը կդիպչի ջրին, հայրիկ, ով որ առաջինը դիպչի այս ջրին, կբժշկվի, ահա, հայրիկ, Երկար չենք մնա, միայն տաճար կգնանք։ Մի մտահոգվեք, ես նրա մասին հոգ կտանեմ։ Ինչու եք դուք ցանկանում Մաքրվել։ Այո, երեխայի ծնունդից հետո կինը դառնում է անմաքուր։ կեղտոտ։ Ոչ։ Աստված դրել է այդ ժամանակը կնոջ համար, որպեսզի նա անցկացնի դա իր երեխայի հետ։ Անվտանգ, հասկանում ես։ Ինչպես է նրա անունը։ Նրա անունն է Հիսուս։ Գնանք։ Ինչ որ մեզ վճարեն, մենք մեզ կպահենք։ Հսկիր նրան, ես գործեր ունեմ։ Նրանք վնասված չեն։ Ինչպես են նրանք։ Փետուրներից ոչ մեկը վնասված չէ։ Մենք գնում ենք նրանց։ 2 Շնորհակալություն։ Խնդրեմ, Պարոն, իմ կինը մաքրվել է։ Մենք եկել ենք զոհ մատուցելու։ գնա խաղաղությամբ եւ հետևիր Աստծո պատվիրաններին։ Փառք Աստծուն։ Պետք է նրան քահանայի առաջ ներկայացնենք։ Կարելի է։ Դուք եկել եք նրան սրբացնելու։ Ճիշտ եմ։ Այո, Խնդրում եմ, դա մեծ պատիվ է ինձ համար։ Այսպես է ասել Աստված. սրբացրեք բոլոր առաջնեկներին, Իսրայելի ժողովրդի, մարդկանց առաջնեկներին, նույնպես կենդանիների, որովհետև նրանք ինձ են պատկանում։ Տեր, այս երեխային սրբացնում եմ քեզ։ Թող քո կամքը կատարվի այս երեխայի կյանքում։ Թող հավիտյան քո անունը փայլի։ Ամեն։ Տեր, այժմ խաղաղությամբ արձակիր քո ծառային։
ըստ քո խոսքի։ Որովհետև իմ աչքերը տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր քո ժողովուրդների առջև, որպես լույս հեթանոսներին լուսավորելու և փառք քո Իսրայել ժողովրդի համար։ Ձեր թույլատվությամբ, պարոն։ Ամեն անգամ կարիք չկա գալու ասել, որ ամեն բան կարգին է։ Մեր զինվորները քաղաքից քիչ հեռու տարօրինակ մարդկանց խումբ են նկատել։ Տարօրինակ։ Ինչու։ Նրանք բոլորը տարբեր ազգության են։ Նրանք շատ են։ Հստակ չեմ կարող ասել, բայց նրանցից մի քանի հոգին են մտել Երուսաղեմ։ Ինչու ես արձանի պես կանգնել։ Գնա ու պարզիր, թե ինչ են նրանք ուզում։ Այո, պարոն։ Ընկերներ, ինձ ասացին Հերովդեսի դղյակի գտնվելու վայրը։ Այս ճանապարհով դեպի ձախ։ Ես ամուսնացած էի 7 տարի։ Իմ սիրելի ամուսինը մահացավ։ Այդ պահից ես հավատարիմ ծառայում եմ Աստծուն։ Օր ու գիշեր տաճարի առաջ։ Ես այնպես էի սպասում այս պահին։ Շատերն էին կասկածում Սիմեոնի խոսքերին։ Իսկ ես աղոթում էի, որպեսզի ապրեմ մինչև այս հիանալի օրը։ Ես գիտեի, որ Աստված ինձ կբերի Մեսիայի մոտ։ Սա նա է, ում պատճառով շատերը կընկնեն և կբարձրանան Իսրայելում։ Նրան չեն հասկանա, նրանից երեսք թեքեն։ Նա դառնալու է Աստծո նշանը, որի դեմ շատերն են ելնելու և իրենց չար մտադրություններն են անելու։ Մարիամ, դու պետք է ուժեղ լինես, սուրը քո հոգին էլ է խոցելու։ Մի վախեցիր իմ աղջիկ։ Աստված քեզ հետ կլինի։ Ամբողջ ընթացքում։ Մենք պետք է գնանք։ Այսօր մենք պետք է արդեն Բեթլեհեմում լինենք։ Գնացեք Աստծով։ Ես քեզ բռնեցի։ Բաց թողեք ինձ, ես ոչինչ չեմ արել։ Գող, քեզ սրա համար կքարկոծեն։ Հիմա մենք հանգիստ կարող ենք մահանալ։
Հայտնի չէ, որքան մարդ կհավատա Հիսուսին։ Ովքեր հավատան նրա խոսքին, հավերժ կապրեն, բայց ովքեր, որ նրանից երես կթեքեն, հավերժ կընկնեն եւ կրելու են մեծ ցավեր։ Նշանակում է դուք հանդիպել եք։ Ավելին քան մենք նրան գտանք։ Մեսիան այստեղ է եղել։ Ես նրան տեսել եմ, ինչպես որ ինձ խոստացավ Աստված։ Մեսիան։ Նորածինը, գեղեցիկ։ Դուք վստահ եք։ Իհարկե այո, երիտասարդ։ Աստված ինձ տարավ նրա մոտ։ Ինչ է եղել Սիմեոն։ Մեսիան։ Ես նրան տեսել եմ։ Ես պատիվ ունեցա նրան սրբացնելու Աստծո առջև։ Եվ որտեղ է նա։ Հեռացավ իր ընտանիքի հետ։ Աստված միշտ պահում է իր խոսքը։ Ես ձեզ ճշմարտությունն եմ ասում։ Մեր մեջ նա է, ում մասին ասել են մարգարեները։ Նա կմեծանա եւ աշխարհի լույսը կդառնա։ Խեղճ ծերուկ։ Գժվել է։ Տարիներն իրեն արել են։ Սիմեոնը խոսքի մարդ է։ Իսկ եթե նա ճիշտ է ասում, Նիկոդեմեոս, ամեն օր նոր խաբեբաներ են հայտնվում։ Միթե դու սովոր չես կեղծ մարգարեներին։ Ինչու ինձ պաշտպանեցիք։ Ախր դուք ինձ չեք ճանաչում։ Որովհետև վստահ եմ, քո նման խելացի տղան չի ուզում կող դառնալ։ Դու ռիսկի ես դիմում քարկոծվելու համար, թե դա ես ուզում։ Իմ կյանքը ոչինչ չարժե։ Յուրաքանչյուր կյանքը դա պարգև է։ Ընտրողը դու ես, թե ինչպես ես այն ապրելու, եւ դա կկողմնորոշի քո կյանքը։ Իսկ ուր են քո ծնողները։ Հայրս մահացել է։ Իսկ մայրս մոռացեք։ Դու դժվար կյանք ունես, ես հասկանում եմ քեզ, բայց գողությունը խնդիրներդ էլ ավելի է շատացնելու։ Խոստացիր ինձ, որ դա այլևս չի կրկնվելու։ Վստահ ասա։ Խոստանում եմ։ Հիմա այո։ Խոսքերը կարող են բժշկել, տղա։ Անկեղծ խոսքերը կարող են փրկել աշխարհը։ Ապա տեսնենք։ Վերցրու։ Մենք քո խոստման մասին չմոռանաս։ Զեբեդեոս, Զեբեդեոս, Ինչ է կատարվում։ արդեն ժամանակն է։ Գնամ ծննդկանի ետևից։ Նա ծնվում է, Զեբեդեոս։ Ինձ մենակ մի թող, Զեբեդեոս։